Բարև, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդկասթն է, որի ընթացքում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենթեզի գրքերից, ֆիլմերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից եւ այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին։ Այսօրվա մեր հյուրն է սկսնակ գիտաֆանտաստիկ եւ ֆենթեզի գրող, ինչպես նաեւ թարգմանիչ Նելի Ղալեչյանը։ Ողջույն։ Նելի թարգմանությամբ վերջերս լույս տեսան Հովարդ Ֆիլիփս Լավկրաֆտի պատմվածքների երկու ժողովածու, երկու անգամ հրատարակվեցին, առաջին անգամ հայերեն լեզվով Լավկրաֆտի հայերեն տարբերակի հրատարակությունը իմ համար կոնկրետ երազանքեր երկար տարիներ, որովհետև ես Լավկրաֆտ կարդում եմ հիմնական ռուսերեն լեզվով, ահագին լավ թարգմանությամբ, բայց հայերեն ինքը չկար։ Չնայած ինքը դասական հեղինակ է, պետք է որ ինքը լիներ էլի, ու հայերեն լեզվով առաջին հրատարակությունը Լավկրաֆտի վստահվեց թարգմանությունը հենց քեզ, ես նախնական տարբերակներն եմ կարդացել, վերջնական տարբերակներն եմ կարդացել ու կարող եմ ինքս ասել, որ շատ բարձր որակի թարգմանություն էր, ճիշտ բռնել էր 20-րդ դարի սկզբի հեղինակի ինտոնացիան, լեզվական մոտեցումները, գրեթե, ասենք, որոշ դեպքերում Լավկրաֆտին, երբ որ հիմա թարգմանում են, իր այդ ոչ ժամանակակից պատկերացում է, ոնց մասին մենք հետո խոսենք, փոխում են կամ թեթևացնում են կամ փափկացնում են, դու ոնց կար նույն ձև թարգմանել էիր ու ահագին հետաքրքիր հաճելի կարդացվող թարգմանություն էր։ Ոնց սկսվեց այդ թարգմանության պատմությունը։ Ինչից սկսվեց, քեզ հրավիրեցին, թե դա քո գաղափարն է, դու ներկայացրեցիր։ Ես արդեն աշխատում էի Da Vinci հրատարակությունում, մի գիրք թարգմանել էի, առաջի թարգմանչական փորձս էր, ու որ ծանոթացա տնօրենի հետ Հայկի հետ, միանգամից իմ նախասիրությունների մասին խոսեցի, նկարագրեցի, թե ես ինչքան եմ սիրում ֆենթեզի, ինչքան եմ տարված այդ ամեն ինչով, ու տպավորություն թողեցի իր վրա։ Որոշ ժամանակ հետո իր մեջ դա մնաց, ինքը որոշեց, որ շատ լավ կլինի առաջինը հենց մենք լինենք Լավկրաֆտը թարգմանող։ Ինձ առաջարկեցին, այդ օրը մի անգամից ես քեզ գրեցի ուրախությունից։ Ես չգիտեմ, այդ ամենալավ օրն էր իմ կյանքում, որտեվ ես Լավկրաֆտ շատ էի սիրում, շատ եմ սիրում։ Լավկրաֆտ կարդացել եմ համարյա բոլոր ստեղծագործությունները ու մի քիչ վախենում էի, բայց միանգամից հենց երկրորդ օրվանից սկսեցի Դագոն, առաջինը Դագոնը թարգմանեցի։ Վախենում էի թարգմանելուց, թե վախենում էի նորից կարդալ։ Չէ, վախենում էի պատասխանատվությունից։ Բայց թարգմանելու ժամանակ պատասխանատվությունը չէր երևում։ Ավելի շատ վախն էր հենց թարգմանության process-ը, որովհետև ինչի միջով Լավկրաֆտն է անցել, նույն բանը թարգմանիչն էլ էր անցնում։ Ես երազներով նույն ձև անցնում եմ, ես այդ ամեն ինչի միջով, մանավանդ այլ աշխարհի գույնը թարգմանելուց, կարելի էր ասել, ես նույն իր այդ խանգարումների խելագարության մեջ էի գտնվում, որովհետև այդ ինչ երազներ էի տենում, բառերով չի կարելի նկարագրել, ինչի մեջ էի ես։ Ու ինձ կողքին մարդիկ, ովքեր որ իմ հետ ապրում են, այդ դրա միջով անցան։ Բայց հետաքրքիր փորձ էր, շատ հետաքրքիր։ Թարգմանությունը փորձություն էր քո համար։ Իհարկե։ Հա, մեծ փորձություն էր։ Ես կարդալուց զգում էի, որ ահագին լեզվի հետ աշխատել ես այն իմաստով, որ փորձել ես ինչ-որ բաներ, հետո ինչ-որ բաներ դուրս չի եկել, փոխել ես ուրիշ ձևով, արդյունքում եկել ես մի հատ կոնկրետ լեզվամտածողության, մի հատ կոնկրետ լեզվական ձևի, որը ավելի ճիշտ կարտահայտի հենց իր ժամանակները ու հենց Լավկրաֆտի մոտեցումները։ Լավկրաֆտը ինքը երևի այն մարդն է, ով ստեղծել է ժամանակակից սարսափ ժանրը։ Որտեղ մինչև իրան կային հեղինակներ։ Հա, ասենք կա հիմք է դրել, բայց Լավկրաֆտը, բայց Պոյի մոտ ավելի ռոմանտիզացված պատկերացումներ էին, չնայած ասենք սարսափի իրավիճակները կամ սյուժեները շատ դեպքերում, որոնք մինչև հիմա կիրառվում են, հենց Պոյից են սկսվել, ու Լավկրաֆտն էլ ինքը հենց Պոյի ֆանատ էր, երկրպագու էր։ Բայց Լավկրաֆտի մոտ առաջին անգամ այդ ռոմանտիզացումը վերացավ ու առաջ եկավ ավելի շատ քսենոֆոբիկ սարսափը,
երբ որ օտարի Իրանից տարբերվողի նկատմամբ վախ ինքը սարքեց աբսոլյուտ, վերածեց աբսոլյուտի ու որոշեց, որ մենք ապրում ենք մի տեզերքում, որտեղ ամեն ինչ վախենալի է, որտեղ ավելի լավ է ոչ մի բան չիմանալ, թաքնվել քո փոքր բնի մեջ, ոչ մի բանից տեղյակ չլինել, որտեղ այդ տեզերքը կարող է քեզ խժռի։ Մարդկության աննշան լինելու նաև տիեզերքի անտարբերություն։ Այլ Լավկրաֆտի հիմնական գծերը դրանք էին, բայց իր կյանքի Բայց դա իր կյանքից էր գալիս։ Այ հենց այդ դրա մասին եմ քիչ խոսենք, ոնց էր իր կյանքը։ Համարյա ամեն ինչ իր ստեղծագործությունների մեջ, որ իր կյանքը ես ուսումնասիրեցի, ամեն ինչը ինքը փոխանցել է թղթին։ Օրինակ Արարածը Շեմքինի մեջ Դերբիի կերպարը, որ մի քիչ շատ խորանանք, հենց իր մասին է։ Ուղղակի իր դեպքում Դերբին լավ ծնողներ ա ունեցել, Լավկրաֆտի դեպքում շատ վատ է գնացել այդ ամեն ինչը, բայց ամենաթեթև աննշան հատկանիշները ինքը բոլոր կերպարների մեջ իրանից ավելացրել է։ Ընդ որում իր գլխավոր կերպարները միշտ հենց ինքն է եղել։ Ու այդ իր պատմությունները մոտավորապես միշտ սկսում են սենց. Ես այլևս չեմ կարող գոյություն ունենալ այս աշխարհում, այս իրականության մեջ, որովհետև ես տեսել եմ սենց բաներ, ես շփվել եմ սենց բաների հետ, իմ գիտակցությունը այլևս չի կարող աշխատի, ես շուտով ինքնասպան կլինեմ, բայց ուզում եմ շուտով ինքնասպան կլինեմ։ Համարյա բոլոր օրինակ պապայի մահից հետո տենց չի ասել, բայց պապիկի ու տատիկի մահից հետո ինքը միանգամից այդ մտքերը արտահայտել է, ես ուզում եմ ինքնասպան լինեմ, դաժե ամենափոքր տարիքից։ Մամայինից հետո էլ նույն բանը ասել, բայց շուտ փոխվել է, որտեվ ինքը շատ էր տարված գիտաֆանտաստիկայով, շատ ինֆորմացիա կար աշխարհում, որ ինքը դեռ պետք է իմանար, յուրացներ, դրա համար իրան այդ պահում էր։ Դեռ ինքը պահում էր իրեն կյանքը։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞, ասենք մարդու համար կյանքը ծանրություն է, բեռա, իր կյանքի ցանկացած ռոպ, ինքը իր գիտակցություն, իր ուղեղը այն ձևավորված, թե իր մանկությունից ելնելով, թե իր հետ տեղի ունեցած իրադարձություններից ելնելով, թե իր ծնողների վերաբերմունքից եւ այլնից ելնելով, այդ մարդու ուղեղը այն ձև էր, որ ինքը իր համար գոյության ցանկացած օր տանջանք էր։ Ոչ թե ֆիզիկական, չնայած հետո կդառնա ֆիզիկական, այլ ավելի շատ հոգեբանական, որ ինքը չէր կարող նորմալ մարդկանց հետ շփվել, որ իր համար, ասենք, այլ ռասայի ներկայացուցիչները կամ, չգիտեմ, սենց ասեմ, միգրանտները սարսափելի արարածներ էին։ Չէ, ասի տենց է եղել։ Ինքը լավ էլ բարի մարդ է եղել։ Ուղղակի իրան դուր էր գալի, որ ինքը գոնե մի ձև պրիվաս խոստվա ունի ուրիշների նկատմամբ։ Գերակայություն, ու այդ արիական ցեղը ինքը դրա համար էր բարձրացնում, որտեվ ինքը ավելի իրանցից ավելի բարձր էր։ Դե իր ժամանակի մարդ էր։ Ինքը Լավկրաֆտը իր ժամանակի մարդ էր։ Իրան դրա համար մեղադրել են նույնն է, ոնց որ մեղադրեց, չգիտեմ, քարի դարի մարդուն դուբինկով կենթան սպանելու մեջ։ Լիքը մարդիկ իր ժամանակում էլի ինչ որ հին ավանդական մտքերին գնում են կամ չեն հավատում գիտությանը, բայց ինքը լրիվ գիտությանը հավասար է գնում։ Ինքը նաև տարբերվում էր իր ժամանակի մարդկանցից նրանով, որ ինքը հետաքրքրում էր գիտությամբ։ Հենց բացահայտեցին, որ միակ գալակտիկան չի, որ մենք ունենք, ինքը միանգամից այդ ամենը օգտագործեց իր գրածներին։ Ու դրանից ահագին վախեցավ։ Հա, ահագին վախեցավ։ Նայ, ինքը ապրում էր ամենօրյա հոգեբանական տանջանքների մեջ։ Ну, չի ասի տանջանքների, չնայած տանջանքներն են եղել, բայց ինչ որ հոգեբանական խնդիրների մեջ սովորական մարդու նման չէր ընկալում աշխարհը։ Բայց միաժամանակ իրան ահավոր հետաքրքիր էր այդ ամեն ինչը։ Ինքը համ վախենում էր, համ հույս ուներ, որ գիտությունը շատ չի խորանա տիեզերքի մեջ, որովհետև այնտեղ կարող է ինչ-որ բաներ լինեն, որոնք շատ լավ միտք ասեցի, որովհետև հենց իր գրվածքների մեջ, համարյա բոլորի մեջ ինքը հատուկ շեշտում է այն պահը, որ ինչքան շատ բան իմանաս, այդքան ավելի վատ կլինի քո հետ։ Հա։ Իր այդ գլխավոր լեյտմոտիվն էր, բայց միաժամանակ ինքը դրանով ահավոր հետաքրքրված էր։ Ինքը ոնց ուզելով անընդհատ ուզենար մտնել դրա մեջ, անընդհատ խորանար այդ պանթեոնի մեջ, հորիներ այդ աստվածներին, այդ ռեշներին, այդ քաղաքները նկարագրեր տենց շքեղությամբ։ Հետաքրքիր օրինակ փաստ էր իր կյանքից։ Իր պապիկն է իրան
այս ամեն ինչը մեջը սերմանել, սովորացրել, որտեվ իրանք հարուստ են եղել որոշ ժամանակ, ինքը գրադարան է ունեցել ու պապիկը համ իրան վախներ հանում մեջից, համ անդադ վախեր ներշնչում։ Պատմություններ էր պատմում ու հետաքրքիր է, որ իր հայրիկը ու մայրիկը երկուսն էլ խելագարվել են տարբեր շրջաներում։ Երբ որ մեծ է եղել մայրիկը, երբ որ փոքր է եղել հայրիկը, երկուսն էլ խելագարվելուց առաջ ինչ որ թևերով, ինչ որ արարածներ են տեսել։ Ու չգիտեմ, կամ իր ստեղծածներ իրականության հետ կապ ունեն, կամ ինքը ահավոր ձևի ոգեշնչվել է այդ իր։ Ինքը որոշ ժամանակ երազներում էլ է այդ արարածներին տեսել, հետո գրել է իրանց մասին։ Ինչ թվում է իր ծնողների մոտ զուտ, եթե չեմ սխալվում, շիզոֆրենիա էր։ Չէ, չեն գրանցվել այնց։ Հա, ամեն դեպքում ինքը ահավոր վախենում էր, որ դա իրանը կփոխանցվի։ Ինչ թվում է, ինձ իր մոտ փոխանցվել։ Դե հա, շատ ինչ որ տեսակով, բայց ոչ այն իմաստով ոնց որ իր ծնողների մոտ։ Բայց իր այդ հետաքրքրությունն է ինձ ավելի շատ այդ պարադոքսն է ինձ ավելի շատ դուր գալիս այն իմաստով, որ ինքը միաժամանակ վախենալով, բայց այնպես մեծ հաճույքով է նկարում, օրինակ բանը այդ The Mountains of Madness-ում այդ լեռների տակ գտնվող այդ հսկայական հնագույն քաղաքը ինքն էս մանրամասնությամբ ունենց հաճույքով, ունենց բանով է նկարագրում, որ դու զգում ես, որ այդ մարդը գրելուց իրոք հաճույք է ստացել։ Ինքը իր երևակայական աշխարհից, իր ուղեղի աշխատանքից այդ պահին ինքը հաճույք է ստացել։ Ու ամենաէականից մեկը այն է, որ Լավկրաֆտը մենակ սարսափ չէր գրում։ Ինքը գրում էր նաև, կարելի ասել, ահագին հետաքրքիր գիտական ֆանտաստիկա, ահագին խելամիտ գիտական ֆանտաստիկա, ես հիշում եմ մի հատ կարդացել եմ, որը պատմում էր ինչ-որ այլմոլորակային արարածի մասին, ինչ-որ ուրիշ աշխարհում ինչ-որ գրադարան էր, թե ինչ էր, դες լավ չեմ հիշում, ու դրա կապը երկրի հետ եւ այլն։ Բայց այդտեղ կարանք մենք խոսենք նաև նրա մասին, որ Lovecraft-ը առաջիններից էր, ով ստեղծեց այսպես կոչված shared universe, այդ կիսվող universe։ Հենց կենթանի ժամանակ էլ էր դրանով զբաղված։ Այդ է շատ հետաքրքիր, որ ինքը ստեղծեց մի տիեզերք, որը ուներ իր տրամաբանությունը, ուներ իր պանթեոնը, աստվածների պանթեոն, չոր ֆանտաստիկ արարածների պանթեոն, ու ինքը թույլ տվեց այլ հեղինակներին այդ նույն աշխարհում ստեղծագործել, հենց դրա շնորհիվ այդ իր ոճը, Cthulhu-ի միֆերի ոճը, այդ կոսմիկ հորորի ոճը, այդ խտոնիկ սարսափ, որ ասում են խտոնիկ սարսափի մոտեցումը թե գրականության մեջ, թե կինոյում, թե խաղերում, այդ դրա շնորհիվ ինքը առաջացավ։ Օրինակ քեզ հետաքրքիր չի Lovecraft-ը, որ իմանար թե ինքը ինչ ազդեցություն է թողել համաշխարհային մշակույթի վրա։ Ոնց դե հաստատ նայել ես Dr. Who-ի բանը Vincent van Gogh-ի։ Հա, իհարկե, լավ։ Այս պատկերացնում ես վերջին ժամանակներում, որ ինչքան լավ կլիներ Lovecraft այդ ամեն ինչը զգար։ Որտեվ ինքը կենթանի ժամանակ այդ սերը մարդիկ որ իրեն հասկանան, իր գրվածքը ընդունեն, այդ չի զգացել։ Հա, ինքը իր ժամանակում այդքանը գնահատված չէր։ Չէ։ Weird Tales ամսագրում իրան շատ էին հրատարակում, բայց ընդհանուր առմամբ ամենահետաքրքիրը, որ At the Mountains of Madness-ը, որ ինքը գրեց, դրանից հետո իր Backflash քրիտիկները շատ վատ բաներ իր մասին գրեցին։ Հա, այդ գիտեմ, քննադատել էին։ Ինքը դրանից հետո էլ չուզեցավ կյանքում գրի ու երևի շատ մի քանի ամիս հետո մահացավ։ Բայց այդ իր լավագույն ստեղծագործությունն է, իր մագնում օպուսն է։ Հա, այդ ամեն ինչը աբսուրդ է, որ ինքը մահացավ իմանալով, որ ինքը ոչ մի կարևոր բան չի արել, ոչ մի կարևոր բան չի գրել։ Ինձ թվում է իր վրա ազդեց նաև Ռոբերտ Հովարդի ինքնասպանությունը, որովհետև Ռոբերտ Հովարդը իր ամենամտերիմ ընկերներից էր Կոնանի հեղինակը, ով եթե Lovecraft-ը այդքան, չգիտեմ, ստեղ ճիշտ է ասել, այդքան ռիսկ չունեցավ կյանքին վերջ տալ, սխալ է երևի, որովհետև դա մի կողմից ավելի ռիսկի, մյուս կողմից ավելի թուլության նշան է, միանշանակ չի, չես կարող միանշանակ ասես։ Եթե Lovecraft-ը այդ քայլին չդիմեց, Ռոբերտ Հովարդը, ով իր գաղափարակիցն էր, իր մոտ ընկերն էր, իր հարազատ ընկերն էր, ու մոտարպես նույն հոգեբանական խնդիրներ ուներ ինչ Lovecraft-ը, մոր մահից հետո հստակ շատ կոնկրետ մարդը ինքնասպանության դիմեց, շատ երիտասարդ տարիքում։
շատ բեղուն ստեղծագործող, ով էլի չի ասի Lovecraft-ի չափ, բայց էլի ահագին մեծ ազդեցություն է թողել համաշխարհային մշակույթի վրա, հենց Կոնանի այդ արքետիպը, այդ էպիկական ֆենտեզի, դարկ ֆենտեզին եւ այլն, ոնց որ ինքն է դա հիմնադրել։ Իսկ Lovecraft-ը հույս ուներ, որ ավելի շատ բան է իմանալու, ավելի շատ բան է ուսումնասիրելու։ Հետաքրքրասիրություն իրեն չթողեց, որ այդպես բան անի։ Հա, իր կյանքի ամենահետաքրքիր փուլերից մեկը Նյու Յորք գնալն էր։ Ու ամենավատ։ Հա, ամենավատ, բայց ամենահետաքրքիր, որովհետեւ Providence-ում ինքը ոնց ասում է իր փոքր քաղաքում էր, ասենք ասենք իր ապսեի մեջ էր, իր գեղում էր, կոպիտ ասած։ Որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին, մարդկանց տեսակները այսպես կոչված նույնն էին, բայց Նյու Յորքում ինքը մարդկությունից ավելի շատ հիասթափվեց։ Ինքը Նյու Յորքում շփվեց, նախ ինքը Նյու Յորքում բախվեց Ունայնության մեջ ընկավ։ Այն բանի հետ, ինչի հետ ինքը Providence-ում երբեք չէր բախվել, ասենք այդ փողոցային թափառաշրջիկներ եւ այլն, պլյուս դրան գումարած, այստեղ արդեն Lovecraft-ի ու ժամանակի առանձնահատկությունը նաև միգրանտների հոսքի հետ ինքը բախվեց, ինքը երբեք նենց բան չէր տեսել, չէր պատկերացնում։ Ինքը անգլոֆիլ էր ու լեզվի հետ կապված սլենգի փոփոխությունները ու ամերիկոսների այդ որ ավելացնում ատում էր այդ ամեն ինչը։ Ու դա իր մոտ սրեց քսենոֆոբիայի զգացումը, սրեց ռասիստական իր մոտեցումները ու դրանք նաև արտահայտված էին հենց այդ ժամանակաշրջանում իր գրած ստեղծագործություններում։ Lovecraft-ի գլխավոր վախերից մեկը արտաքին աշխարհից, հեռու օտար տեղերից մեր աշխարհ, մեր տուն թափանցած սարսափելի արարածներն են, որոնք ոչ հեռու են ցանկացած մարդկայինից, մինչև Lovecraft-ը անգամ սովորական հորորներում, թեկուզ հենց Poe-ի մոտ կամ Bram Stoker-ի մոտ կամ ցանկացած տեղ անտագոնիստը ինքը հրեշ էր եւ այլն, բայց ինքը մովականը կամ բայց ինքը մարդկային անթրոպոմորֆ ինչ որ հատկություններ ուներ։ Այսինքն դու սկզբունքորեն կարայիր իր հետ շփվեիր։ Lovecraft-ը այն առաջիններից էր, ով այդ օտարի զգացումը բերեց մցրեց գրականության մեջ այն օտարի, որի հետ դու չես կարող ոչ մի առնչություն ունենաս։ Ինքը այնքան հեռու է քեզանից, որ դու չես ինքը մարդկայինից այնքան հեռու է, որ դու իր հետ չես կարող շփվես, դու իր հետ առնչություն չես կարող ունենաս։ Այդ վախը օտարի նկատմամբ իրական կյանքից եկած այդ վախը ինքը աբսոլյուտիզացրեց իր գրականության մեջ ու ասենք 79 թվականին դուրս է գալի Ridley Scott-ի Alien-ը լրիվ Lovecraft-ի գաղափարներով այլմոլորակային արած, որի հետ չես կարող պայմանավորվես, որի հետ չես որը չունի ոչ մի մարդկային զգացում, որին դու չես կարող հասկանաս, որին դու չես կարող համոզես։ Չէ՞։ Դեֆինգում էլ։ Այ Lovecraft-ի ամբողջ ազդեցությունը այդ կոսմիկ հորորի օտարի նկատմամբ, այն ինչ որ մենք չենք շատ դեպքերում չենք հասկանում, որտեղ երբ որ մենք մտածում ենք այլմոլորակային արարածների մասին, մենք պատկերացնում ենք որ անթրոպոմորֆ արարածներ, որոնք մեր հետ կարան սկզբունքորեն շփվեն։ Բայց Lovecraft-ը այն առաջիններից էր, որ ասեց մի րոպե, բայց դուք ինչ գիտեք, որ դուք կարաք իր հետ շփվեք։ Հիմա արի մի քիչ կինոյում Lovecraft-ի ազդեցության մասին խոսանք։ Կինոյի մեծագույն կորուստներից մեկը տեղի ունեցավ, երբ որ թույլ չտվեցին Guillermo del Toro-ին էկրանավորի at the Mountains of Madness-ը։ Շոգոտներին չտեսանք։ Հա, շոգոտներին չտեսանք։ Դու նայել ես, չէ՞, Lovecraft-ի էկրանավորումներ, ծանոթ ես, ինչ որ կա, ինչ որ չկա։ Խափեմ եթե ասեմ, համարը բոլորը նայել եմ։ Հա, բայց կան ինչ որ բաներ, որ հաստատ տեսած կնաս, օրինակ Նիկոլաս Քեյջը որ խաղում է։ Այդ ասացիր չեմ նայել։ Հա, այդ ահագին, ես կասեմ, ինքը ահագին հաջող էկրանավորում է։ Ցածր բյուջեով է, ոնց որ Lovecraft-ի համարյա բոլոր էկրանավորումները, ուղիղ էկրանավորումների մասն եմ խոսում։ Իր բյուջեն ցածր է, բայց դու հասկանում ես, որ հեղինակը հասկանում է Lovecraft-ին, ինքը հասկանում է ինչ ձև է պետք մոտենալ այդ հեղինակի էկրանավորմանը, ինքը հասկանում է, որ կոճակները սեղմի, որ դիտողի մոտ դիսկոմֆորտի զգացում առաջանա, ասենք ինչ որ մի դրվագ կան դեր, որտեղ
մայր ու փոքր երեխան իրար ձուլվում են։ Ու ինքը ահագին Բայց շեղվել է գրքից։ Հա, գրքից շեղվել է ինքը, չէ, ուզում եմ ասեմ, Lovecraft-ին ուղիղ էկրանավորելը անշնորհակալ գործ է, չես կար, դու այդ իր մտորն, բայց դու կարաս հենց էությունը իր փոխանցես։ Այդ ձուլվելու տեսարանը, երբ որ դու բայց մտքի մոտ են արել, հա։ ինքը քեզ անընդհատ բանա, ինքը ռեժիսորը անդադ է դրվագը մտցնում է քո աչքի հետ, իրանց տանջանքը հետ, անդադ որ փոխվում են, իրենք մետամորֆոզի են ենթարկվում եւ այլն։ Lovecraft-ի ուղիղ էկրանավորումները հիմնական ցածր բյուջեով չէ, ասի սիրողական ու պրոֆեսիոնալ ֆիլմ են, բայց B-movie-ներ են, օրինակ Reanimator-ը կամ Reanimator 2-ը դրանք այդ տիպի են, այսինքն մեծ ստուդիաները երբեք ոչ մի անգամ մեծ գումարներ չեն դրել Lovecraft-ին կոնկրետ էկրանավորելու համար։ Բայց օրից մի օր Universal-ը որոշում է, որ պետքա էկրանավորվի Lovecraft-ի magnum opus-ը ու կանչում են Guillermo del Toro-ին, ում գլխավոր երազանքներ հենց այդ ֆիլմը էկրանավորելը։ Ինքը սցենարը գրում է, մշակում է ամեն ինչը, իրանք նախնական անգամ CGI ռոլիկներ են սարքում եւ այլն, իրանք գլխավոր դերի համար հրավիրում են Թոմ Կրուզին, ով համաձայնվում է, բյուջե են հատկացնում $150 միլիոն 2010 թվականի համար, ոնց որ 2009 թե 10 թվականի համար։ Ինչը ահագին մեծ բյուջե էր այն ժամանակ հորորի համար։ Ու մեկ էլ մի օր Universal-ը գալիս է Guillermo del Toro-ի մոտ, ասում են կամ ֆիլմը լինելու է PG-13 ռեյտինգով, այսինքն մանկական չէ, դեռահասների համար ռեյտինգով, կամ չես նկարելու։ Del Toro-ն էլ ասում է, այդ գիրքը կարա էկրանավորվի մենակ R ռեյտինգով, որ կարդաս դու պատկերացնես, այնտեղ կոնկրետ սպանություններ կան ու կոնկրետ տեսաներ կան, որոնք կարևոր են սյուժեի համար ու որոնք չես կարա PG-13-ի մեջ տեղավորես։ Ու կոնֆլիկտի արդյունքում Del Toro-ն իր կյանքի մեծագույն հիասթափություն, ինքը միշտ ասում է, իմ կյանքից մեծագույն հիասթափությունն է։ Լքում է նախագիծը, իսկ էկրանավորման իրավունքը մինչև հիմա պատկանում է Universal-ին, որը ոչ ինքն է անում, ոչ էլ ինչ-որ մեկին տալիս է։ Սառած վիճակում։ Այ Lovecraft-ի գրքերի էկրանավորման պատմությունը ոնց որ իր կյանքի պատմությունը լինի, իր հա փոքր փորձեր, փոքր ջանքերի ներդրում, բայց ոչ մի մեծ ազդեցիկ ինչ-որ բան։ Դա խոսքը ուղիղ էկրանավորումների մասին է, բայց անուղղակի էկրանավորումներ, ֆիլմեր, որոնք ոգով են Lovecraft, ոչ թե իր ինչ-որ ստեղծագործության էկրանավորում են, այլ ոգով են Lovecraft։ Դրանք արդեն մեծ աղմուկ հանած ֆիլմեր են, նույն Alien-ը ոգով լրիվ Lovecraft-ը։ Նույն Evil Dead-ը, որտեղ գրքի անունը անգամ Necronomicon է, հենց Lovecraft-ի ստեղծագործություններից։ Hellraiser-ը չնայած ինքը ուրիշ գրքի էկրանավորում է, բայց հենց այդ գիրքը ոգեշնչված է ամբողջությամբ Lovecraft-ով։ Այսինքն կինոյում էլ ու նաև համակարգչային խաղերում էլ From Software-ի խաղերի զգալի մասը իրենք սա ոգեշնչված են Lovecraft-ով։ Այսինքն կա մարդկանց մի հատ ստվար զանգված, ում երևակայությունը լրիվ ամբողջությամբ կառուցված է Lovecraft-ի ստեղծագործությունների վրա։ Դու կարաս մոտարպես բնորոշես Lovecraft-ական այդ բանը, մոտեցումը, որոնք են առանձնահատկությունները, որոնք հենց Lovecraft-ին տարբերում են մյուսներից։ Դու որ թարգմանելու ընթացքում դու բնականաբար զգում ես դա։ Օրինակ ռուսեն «Отчаяние Բարկը», չէ՞, «Отчаян» այդ հուսալքության վիճակը առաջին հերթին։ Տիեզերական անտարբերություն, մարդկային անհույս վիճակներ, անհույս վիճակ, չգիտեմ, անօգնականության, անօգնականության վիճակները։ Իրա նկարագրած միջավայրներն են անգամ տենց։ Իրա իրադարձությունների, տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնները ու շրջապատող մարդիկ, օրինակ մոխրացած ամայությունում Արքխեմը, ամայի տարածքներ են, կիսախալխուլ փտած շենքեր են,
ինչ որ այլանդակված մարդիկ են, ովքեր ինչ որ խեղված վիճակներում գտնվող ինձ մութը հա այդ իր հոգեբանական վիճակի արտացոլումն է իր ստեղծագործություններում բայց այդ հոգեբանական վիճակի արտացոլումը ինքը իրանով ստեղծում է նոր աշխարհներ որոնք պատկերացրա որոնք մարդու ինչ որ հոգեբանական խնդիր ընկել է գրական ստեղծագործության մեջ հետո այդ գրական ստեղծագործությունը արդեն իր ուրույն ձևով ուրիշ մարդկանց գիտակցությունների վրա ազդում է, բայց ոչ թե ինչ որ այդ մարդկանց մոտ հոգեբանական խնդիրները առաջացնում եւ այլն, այլ ընդլայնում այդ մարդկանց երևակայությունը, զարգացնում այդ մարդկանց երևակայությունը, նոր գաղափարները առաջանում գալիս է Հանս Ռուդի Գիգերը, ով ստեղծում է իր հարերածներին, գալիս է Դենո Բենենով գրում է Էլիենի սցենարը եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ մարդու անձնական խնդիրները ստեղծել են մշակութային մի հատ ահռելի շերտ, մի հատ ահռելի ֆենոմեն, այ երևի մի քիչ պարադոքսալ է, չէ՞։ Այ այդ Լավկրաֆտի մեծությունը իմ կարծիքով հենց դրանում է, ինքը ոչ մի բան միտումնավոր չի արել, ինքը նպատակ չի ունեցել փոխի գրական աշխարհը կամ փոխի գրականությունը կամ չգիտեմ որ հերոսական գործողություններ անի գրականության մեջ ինքը ուղղակի իր ապրածը ստեղծագործել է բանը արտահայտել է թղթի վրա ու արդյունքում հիմնականում երազները հիմնական երազների տեսքով ինչ որ հոգեթերապևտիկ process է եղել այդ իր համար ես կներես ես ավելի շատ եմ խոսում քան դու որտեղ ես ոնց ասեմ ես Լավկրաֆտ ինքը ոնց որ իմ համար գիտես ինչ է ոնց որ գրականության իմ համար գրականության մեջ թիվ 1 դեմքն է իմ ոնց ասեմ գրական ուսուցիչն է մենակ հորորի թե ընդհանրապես չէ ընդհանրապես իմ պատկերացումների երևակայության եւ այլն ամեն ինչի համար Լավկրաֆտը ինքը ոնց որ այն էտալոնն է որի վրա ես միշտ հենվել եմ դրա մեջ որ խոսքը գնում է Լավկրաֆտից ես Յուրին կարող չթողեմ ինքը շատ խոսել, ես եմ առաջ անցնում։ Լավ, օքեյ, իսկ Լավկրաֆտի ստեղծագործությունների թարգմանությունների շարունակություն լինելու է։ Հիմա հստակ չգիտեմ, բայց եթե լինի մեծ սիրով 5 պատմվածք եմ թարգմանել, որից երևի ամենահետաքրքիրը Քթուլխուն էր, թարգման ամենահետաքրքիրը ամենաբարդը լեզվական իմաստով Քթուլխուն էր։ Ամենադժվարը երազների ու տանջանքների իմաստով այլաշխարհի գույնն էր։ Հա, այլաշխարհի։ Լուրջ եմ ասում, այդ դժվար էր, շատ դժվար էր։ Դավիթի Սարսափը ինքն էլ է ահագին ոչ հաճելի գործ, հաճելի հետաքրքիր է, որ ինքը ստեղծագործությունները շատ տարբեր է արել։ Օրինակ Դավիթի Սարսափը ինչ որ գյուղում են հետամնաց մարդիկ, իսկ օրինակ Արարատի Շեմքին լավ փիլիսոփաներ են բանաստեղծների մասին, լրիվ տարբեր շերտերի մասին թարգմանելուց իրար հետևից դու գրական ոճն էլ չես կարողանում ես ընթացքում կարողանում ես ճիշտ ընտրել ու տենց գնում է, բայց ինքը շատ դժվարացնում է այդ ամեն ինչը։ Հա։ Ու ընդ որում իր վաղ գործերը ու ուշ գործերը շատ են իրարից տարբերվում հենց գրական ոճի առումով։ Ես Լավկրաֆտի այդ մասին խոսալուց մոռացա Ալան Մուրին հիշատակեմ, որովհետև երևի Ալան Մուրը Լավկրաֆտի իսկական հոգեզավակն էր։ Ում ստեղծագործությունները էլի շատ մեծապես ոգեշնչված են Լավկրաֆտով ու իր Providence-ը փորձեր Լավկրաֆտին մի քիչ ուրիշ ձևով մոտենալու։ Providence-ը ինքը գիտես ինչ ինքը փորձում է Լավկրաֆտի այն խնդիրները, որոնք կան հենց ռասիզմի, քսենոֆոբիայի եւ այլնի թեմաներով, ինքը փորձում է դրանք հարթեցնի այդ ստեղծագործությունում, պատկերելով հենց Լավկրաֆտի միջավայրում, եթե Լավկրաֆտի պատկերացրած աշխարհը իրական լիներ, եթե այդ այն ինչ որ մենք չենք տեսնում, թաքնված արարածներ եւ այլն, եթե դրանք իրական լինեին։ Այսինքն Ալան Մուրը մտածում է, իսկ ինչ եթե փորձենք պատկերացնել, որ Լավկրաֆտը ոչ թե հորինում էր այդ ամեն ինչը, այլ ինքը գիտեր, որ դա իրական է։
մենք գիտենք, չէ, որ մենք աշխարհը ընկալում ենք նենց ոնց որ տալիս են մեզ մեր զգայարանները։ Եթե աշխարհը նենց է, որ ինչ որ բաներ մեր համար անտեսանելի են, այսինքն իրանցից եկող ազդանշանները մեզ չեն հասնում, այդ դեպքում մենք կտեսնենք մենակ մակերևույթը, ինչ որ պարզ պրոյեկցիա, իսկ խորքում թաքնվածը չենք տեսնի։ Այդ Լավկրաֆտի գաղափարն էր, որը Ալան Մուրը դարձեց իր այդ Providence ստեղծագործության հիմքը։ Ու ինքը փորձեց պատկերացնել, իսկ ինչ եթե Լավկրաֆտը ճիշտ էր։ Եթե դա ոչ թե ինչ որ զուտ պատկերացում էր, այլ եթե ինքը իրոք գիտեր դրա մասին ու փորձում էր դրա մասին պատմել նաև մյուս մարդկանց։ Ինչպիսին կլներ այդ դեպքում իր պատմությունը, հենց կոնկրետ Լավկրաֆտի պատմությունը։ Ու Providence-ը ինքը ոնց որ ոչ միայն Լավկրաֆտի կյանքի մասին ստեղծագործությունն է այդ միջավայրում, այլ նաև Լավկրաֆտի առանցքային ստեղծագործությունների գլխավոր կերպարների եւ այլնի ինչ որ կոմպիլյացիա հավաքած այդ պատկերացմամբ, որ եթե իրոք Լավկրաֆտի պատկերացումները ճիշտ լինեին, իրական լինեին։ Դու մեր ընթերցողներին, մեր հայալեզու ընթերցողներին, ովքեր ես վստահ եմ, մեր շրջապատում շատերը իհարկե կարդացել են Լավկրաֆտ, գիտեն։ Իսկ նրանց, ովքեր որ չեն պատկերացնում, թե ով է Լավկրաֆտը, ինչ խորհուրդ կտաս, ինչից սկսել, ոնց մոտենալ Լավկրաֆտին։ Ես իհարկե ունեմ իմ խորհուրդներ, բայց ես ուզում եմ քոնը լսեմ, որտեղ դու ավելի ես խորացել, դու իր կյանքն ես խոր ուսումնասիրել, իր գրքերն ես ավելի խորությամբ ուսումնասիրել այս թարգմանություն անելու համար։ Ոնց սկսեն Լավկրաֆտ։ Դե անպայման պետքա մինչև Լավկրաֆտին կարդալ, անպայման պետքա սեր լինի այդ ժանրերի հանդեպ։ Որ սիրվի այդ գրողը իրանց կարդալուց։ Երևի ավելի վաղ գրվածքներից սկսեմ, որտեղ իրանք մի քիչ ավելի թույլ են կներեք։ Պարզ են ավելի պարզ են, օրինակ Դագոնը դե որ առաջիններից է։ Ու հոգեբանորեն ավելի քիչ ավելի քիչ են ճնշում, հա, հաստատ։ Դե օրինակ վերջինները ու ամենալավերը հենց ինքը Providence, որ վերադարձավ Նյու Յորքից գնաց Providence, գրեց Ինսմութը գրեց, Cthulhu-ն վերջացրեց, The Mountains of Madness-ը վերջում գրեց։ Ամենավերջի գրվածքները պետքա վերջում թողնել։ Որ ամբողջությամբ հեղինակին ընկալելուց հետո նոր հասկանաս իր ծանր վիճակը։ Երևի սկզբից մի քիչ կոսպիտիզմի մասին էր ուսումնասիրել։ Հա։ Երևի նիհիլիզմի կներեք, բայց դե հենց հիմքը դա է։ Ինձ թվում է Լավկրաֆտի մոտ նիհիլիզմը արտահայտված չէր նրանով, որ ինքը ամեն ինչ երգում էր։ Ինձ թվում է իր մոտ դե բայց ինչ անիմաստ էր։ Նիհիլիզմը արտահայտում էր նրանով, որ տիեզերքը չափազանց բարդ ու չափազանց անտարբեր, մենք այդ չափազանց աննշան ենք, որ կարողանանք տիեզերքի մասին մտորել։ Երևի Տգիտության օվկիանում այդպես էր։ Մարդու Տգիտության օվկիանոսում ապրենք։ Երևի մռայլ նոտայի վրա էլ ավարտենք մեր ոդքասթը, շատ ապրես որ եկա, շատ հետաքրքիր զրույցի համար։ Չնայած ես որ Լավկրաֆտի անունը հնչում է, ես արդեն անջատում եմ, չեմ կարող ստոպ տամ։ Քեզ հաջողություններ, հույս ունեմ կշարունակեք, հույս ունեմ հայ ընթերցողը ավելի շատ կկարդա Լավկրաֆտ ու անպայման այդ The Mountains of Madness-ը իր գլխավոր գիրքը հենց քո թարգմանությամբ։ Այդ գիտեմ մարտահրավեր առնելու, բայց դու կարաս հաստատ։ Մերսի։ Ապրես։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։